2026 թվական 28 հունվարի Օնկոուրոլոգ Արման Ծատուրյանն առաջին անգամ Էրեբունի բժշկական կենտրոնում ռոբոտիկ վիրաբուժական համակարգով վիրահատություն է կատարում։ Հեռացնում է շագանակագեղձը։ Շագանակագեղձի քաղցկեղ ախտորոշմամբ է պայմանավորված եղել հենց ռոբոտիկ վիրաբուժական համակարգով առաջին անգամ վիրահատելու մասնագետների որոշումը։ Վիրահատարանում են ինչպես Չինաստանի Շենժեն քաղաքում վերջերս վերապատրաստված բժիշկները, Էրեբունի բժշկական կենտրոնի վիրաբուժության գծով փոխտնօրեն Արա Վարդանյանի գլխավորությամբ, այնպես էլ կենտրոնի մյուս վիրաբույժները, անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգները եւ այլ մասնագետներ։ Էրեբունի բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն երկարամյա վիրաբուժական փորձով մասնագիտությամբ ուրոլոգ պրոֆեսոր Միքայել Մանուկյանը վիրահատության ընթացքին է հետևում։ Շնորհավորանքներն ու գոհունակության խոսքերը վիրահատության հաջող ավարտին։ Ավարտեցին առաջին ռոբոտիկ պրոստատեկտոմիան Էրեբունի բժշկական կենտրոնում։ Այո, մի քիչ հոգնած եմ, բայց շատ հուզված եմ, շատ ոգևորված եմ։ Հիվանդը ուներ շագանակագեղձի քաղցկեր, որի կապակցությամբ հետազոտվել էր բնականաբար, ախտորոշվել էր հիվանդությունը եւ կատարեցին լավագույն բուժման եղանակով, այն է ռոբոտ ասոցացված վիրահատություն կատարել։ Էրեբունի բժշկական կենտրոնը ձեռք է բերել H Medical ընկերության արտադրության վերջին սերնդի բազմամուտքային MP2000 ռոբոտիկ վիրաբուժական համակարգ։ H Medical վիրաբուժական ռոբոտների արտադրության արագ զարգացող մասնագիտացված չինական ընկերություն, որը գործունեության կարճ ժամանակահատվածում կարողացել է իր կայուն տեղն ու դերը գրանցել աշխարհի քարտեզի վրա։ Երիտասարդ բժիշկների մասնագիտական աճին մշտապես աջակցող պրոֆեսոր Հարություն Խուշկյանի նախաձեռնությունը եւ ռոբոտիկ վիրաբուժության այս համակարգի ձեռքբերումը ռազմավարական հերթական քայլն է նոր, առավել բարձր մակարդակի հասցնելու վիրաբուժական ծառայությունները տարածաշրջանում։